Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանն ընդունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստ է։ Այսպիսով խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ, ասվում է հայտարարության տեքստում։ Ֆերմերային տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար Հայաստանի կառավարությունը ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի ռիսկերի մեղման ծրագրեր կիրականացնի։ Այսև կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին տեսանյութում։ Ֆերմերային տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար կառավարությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իր վրա կվերցնի ռիսկերի մեղման զգալի մասը, քանի որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վերահապահովագրական կազմակերպությունը վնասաբերության շատ բարձր մակարդակ է ունեցել եւ դուրս է եկել հայկական շուկայից։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լրացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Ապահովագրական ընկերություններից զատ նախագծով մեծ աջակցություն կառաջարկվի նաև գյուղացիական տնտեսություններին։ Եթե նախկինում ապահովագրավճարի 50-ից 60%-ն էր փոխհատուցվում, հիմա առաջարկվում է 70-ից 80% սուբսիդավորում։ Վերջին 2 տարում իրականացվող գործընթացները, սա շատ կարևոր է եւ ուզում եմ հատկանշականացնեմ, սրանք ժամանակավոր լուծումներ են եւ կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Այս տարի կապահովագրվեն Ծիրանը եւ Խաղողը, իսկ Ցորենի, Գարու, Վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ Ընդհանուր առմամբ 2025-ին 4 ռիսկերից գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն եւ հրդեհ կապահովագրվի 13 մշակաբույս՝ Ծիրան, Խաղող, դեղս, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեղ, ցորեն, գարի եւ Վարսակ։ Վարչապետը հարկամարեց այս համատեքստում խոսել գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողներից։ Որոշակի չարաշահումներ չասեմ, բայց ինչ որ բանաձևեր են գտնվում, որի արդյունքում, եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմը ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողը ապահովագրել, ապահովագրական վճար ստանալն է նպատակը։ Փաշինյանը հավելեց, հիմա կառավարությունը փորձում է գյուղապահովագրական համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել, ինչու, որովհետև ըստ նրա այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ գործընթացների։ Երբ որ պարոն Պապոյանը նշած սարքավորումները մենք ձեռք բերենք, արդեն մենք էլ թաքուն տեղերը կարկուտների կիմանանք եւ այդ պարագայում ապահովագրության վճարների չափը կամ կփոխվի կամ այնտեղ չի ապահովագրվի ընդհանրապես, որովհետեւ կասենք այդտեղ պետքա լինի հակակարկտային ցանց, վերջ, ուրիշ գործիք այդտեղ չկա։ Համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծն էլ ներկայացրեց նախարար Դավիթ Խուդաքյանը։ Առաջարկում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր։ Նիկոլ Փաշինյանը ավանդույթը չխախտելով հերթով ներկայացրեց ֆինանսավորվող ծրագրերը, ապա եւ նախագիծն ընդունվեց։ Հաջորդ նախագիծը վերաբերում էր կառավարությանը ներկայացրած Ազգային ժողովի Հայաստան խմբակցության առաջարկությունների մասին որոշմանը, համաձայն որի ֆինանսների նախարարի ձևակերպմամբ ակնկալվում է կասեցնել հարկման բեռի աճը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 26 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։
Այնինչ նախարարի խոսքով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված, եւ ոլորտի բարեփոխման նպատակը շուկայական արժեքի մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելն է եւ դրանով իսկ տեսանելի հարստությունը եւ ունեցվածքին համարժեք հարկում ապահովելը։ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ որոշման նախագիծն ընդունելի չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից 0 եկամուտ է ստանում եւ այդ հարկվող գումարները ստանում են համայնքները։ Դրա արդյունքում է, որ 2019-ից համայնքային բյուջեներն ավելացել են։ Եվ հետեւաբար ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի, մենք այս որոշումը կայացնենք, մենք պինդ կանգնելու ենք այս որոշման վրա, պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, բացարձակապես ոչ մի կոմպրոմիս, որովհետեւ մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Ստիպում ենք եւ իհարկե մյուս կողմից էլ սուբվենցիաներով ֆինանսավորում ենք։ Մյուս կողմից էլ բանով դոտացիաներով համայնքին 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Վարչապետն ասաց, որ ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ իրենք դրանից նույնիսկ տեղյակ չեն լինում։ Ուստի պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել։ Խոսվեց նաեւ աճուրդների անցկացման գործընթացից։ Ըստ գլխավոր դատախազի, այդ մասով պետք է փոփոխություն անել եւ ռեալ ապահովել հանրայնությունը։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մարզպետներին հանձնարարեց ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատատ նայել եւ կասեցնել։ Իսկ որոշման նախագծին կառավարությունը տվեց բացասական եզրակացություն։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում, եվրոպացի падգամավորները Ադրբեջանում տեղի ունեցող դատավարությունները համարում են ապօրինի եւ կեղծ ու պահանջում Բաքվից նրանց անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել։ Այս մասին եվրախորհրդարանականները նաեւ բանաձև են ներկայացրել։ Եվրոպական ամբիոնին առաջինը Հայաստանի հարցերով մշտական զեկուցող եւ հայ գերիների մասին բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն է մոտենում։ Սլովակիան ներկայացնող падգամավորը նախ արձանագրում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունները կեղծ են, իսկ գերիները անմարդկային պայմաններում են, ինչն ըստ նրա ցույց է տալիս Ալիևի իրական դեմքը, ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։ Մինչ Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն է վարում, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին եւ ծախողել տարածաշրջանային խաղաղության ուղղված ջանքերը։ Ներկայիս աշխարհակաղակական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին եւ խրախուսել Ալիևի գործողությունները, ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Միթե մենք դասեր չենք քաղել, ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել ըստ մեր արժեքների եւ սկզբունքների։ Եվրոպացի падգամավորը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների եւ դատավորների նկատմամբ։ Ըստ նրա պետք է համոզվեն, որ Ադրբեջանի հետ հետագա ցանկացած համագործակցություն հիմնված կլինի բոլոր պահվող անձանց ազատ արձակման եւ խաղաղության համաձայնագիր կնքելու Բաքվի պատրաստակամության վրա։ Ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է անում նաեւ Ռումինիան ներկայացնող падգամավոր Վասիլե Դինչուն։ Տարածաշրջանում ռազմական վիճակը հաշվի առնելով նա հորդորում է անհապաղ գործել ու ապագա ողբերգությունը կանխելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը եւ աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Դատական այդ գործընթացները բանաձևի համահեղինակ Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն համեմատում է ստալինյան դատավարությունների հետ։ Ըստ ֆրանսիացի падգամավորի գերիների միակ մեղքը հայ լինելն է։ Լուազոն խոսքն ուղղելով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ափսոսանք է հայտնում, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումարնիստին եւ չի լսում իրենց։ Նա հորդորում է Եվրամիության բարձր ներկայացուցչին գնալ եւ տեսնել Հայաստանը։ Դուք կտեսնեք մի երկիր, որը ցանկանում է խաղաղություն, երազում է Եվրոպայի մասին, որի հարևանությամբ Ադրբեջանն է, որը շարունակում է սպառնալ եւ հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցներից մեկը։ Հուսով եմ, որ հաշվի կառնեք նաեւ, որ Ադրբեջանը թշնամական միջամտության քաղաքականություն է վարում Ֆրանսիայի նկատմամբ եւ դա չի կարող անարձագանք մնալ։
Ֆրանսիան ներկայացնող մեկ այլ պատգամավոր Մարինա Մեզուրն էլ հիշեցնում է, որ 2023 թվականին Եվրոպան չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին, եւ այսօր ըստ նրա պետք է գործի Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակման համար։ Նրանք պահվում եւ խոշտանգվում են, սակայն նրանց միակ հանցանքը իրենց ժողովրդին, իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է։ Եթե մենք ոչինչ չանենք, ուղերձ կհղենք Ալիևին, որ կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի դեմ։ Լռությունն այլևս ընդունելի չէ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք, որ Հայաստանը միայնակ չէ։ Ադրբեջանը կանգնած է մարդու իրավունքների խոր ճգնաժամի առաջ, այս մասին էլ պորտուգալացի պատգամավորն է արձանագրում։ Կատարինա Վիերայի խոսքով Ադրբեջանի կառավարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել արտահայտվելու, հավաքների եւ միավորումների ազատության համար, ինչպես նաեւ իրավապահ համակարգը զենք է դարձրել իր քննադատների դեմ։ Նա դրական է գնահատում Եվրամիության խորհրդարանի հետևողական անդրադարձը, բայց եւ արձանագրում է. Եվրախորհրդարանը կարծես Եվրամիության միակ ինստիտուտն է, որ անում է դա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակվեն սովորականի պես եւ զոհաբերենք մեր արժեքները տնտեսական եւ էներգետիկ շահերին։ Սա ոչ միայն կեղծավորություն է, այլև կախվածություն է առաջացնում մեզ խոցելի դարձնելով շանտաժի համար։ Մենք դասեր չենք քաղել Ռուսաստանից նախկինում ունեցած մեր կախվածությունից։ Ժամանակն է, որ մարդու իրավունքները գերադասենք էժան նավթից եւ գազից։ Եվրոպային կոչով է դիմում նաև լեհ պատգամավորը Մալգոժատա Գոսևսկան հայտարարում է անպագորգոր ելույթների ու ծափերի ժամանակը չէ, պահանջելով կոշտ քայլեր իրական խնդրի լուծման համար, ինչպիսին Կովկասում իրավիճակն է։ Իսկ իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան դիմում է քննարկմանը ներկա Եվրահանձնակատարին հարցնելով. արդյոք Եվրամիության հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժելուց հետո։ Պատգամավորի այս հարցը սակայն այդպես էլ անպատասխան է մնում։ Քննարկումը եզրափակող էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Դան Յորգենսենն ի տարբերություն պատգամավորների կոշտ ռետորաբանության ավելի մեղմ ելույթ է ունենում, առանց որակումների։ Նա անգամ գերիներին ազատ արձակելու կոչով չի դիմում Ադրբեջանին։ Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության եւ նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված։ Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին եւ ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի եւ հարգվի։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այդ հարցերին եւ իրենց մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին։ Յորգենսենի խոսքով Եվրամիության հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարգումն է։ Եվրամիությունը կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի եւ արդար դատավարության իրավունքները։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները Ադրբեջանին կոչ անելու կալանավորների համար ապահովել արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ եւ անաչառ հետաքննվեն։ Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցնում է Եվրամիության կոչն ուղղված թե Ադրբեջանին եւ թե Հայաստանին, հիմնվել ձեռքբերումների վրա եւ շարունակել առաջընթաց գրանցել հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին։ Յորգենսենի խոսքով կարևոր է, որ երկու երկրների կառավարություններն էլ իրենց հասարակություններին տանեն այդ ճանապարհով։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Եվրախորհրդարանը այսօր Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալում եւ նրանց դեմ շինծու դատավարությունները թեմայով բանաձևը ընդունել է։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, բանաձևի վերջնական տեսքը նախագծից տարբերվում է։ Մինչ այդ ասեմ, որ չափազանց կարևոր է, որ շատ մեծ տարբերությամբ է ընդունվել բանաձևը 464 կողմ 115 դեմ 39 ձեռնպահ եւ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների անդամները կան կողմ քվեարկյալների թվում, թե կոնկրետ որ երկրների պատվիրակներն են դեմ քվեարկել
առայժմ հայտնի չէ, կփորձեմ վաղը պարզել, բայց դեմ քվեարկածների թվում գիտեմ, որ կան Ալբանիայի, Հունգարիայի, Ռումինիայի ներկայացուցիչներ, առայժմ չգիտեմ ողջ կազմով թե մասամբ։ Մի քանի կարևոր հանգամանք կա այդ բովանդակության տեքստում։ Նախ իրադարձությունները, որոնք հետևել էին Ադրբեջանի Արցախ ներխուժումից հետո գնահատվում են որպես էթնիկ զտում։ Ինքը դատավարությունը հայ գերիների հանդեպ որակվում է որպես կեղծ եւ շինցու։ Ամբաստանյալի աթոռին նստած մեր հայրենակիցները անվանվում են պատանդ, հաստատվում է այն, որ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերում են հենց են ցուցաբերում Ադրբեջանի իշխանությունները եւ այդ թվում նաեւ օգտագործում են փսիխոակտիվ մեթոդներ նրանց վրա հոգեբանորեն ազդելու համար։ Հաստատվում է այն, որ նրանք անկախ փաստաբաններ իրավունքից զրկված են, որ չեն կարողանում հանդիպել ընտանիքի անդամների հետ եւ որ որոշումները, դատավորի որոշումները բողոքարկելու ցանկացած փորձ կանխվում է եւ որևէ հետևանք չի ունենում։ Նաեւ մտահոգություն են հայտնում եվրոպադգամավորները այն կապակցությամբ, որ Ադրբեջանի իշխանությունները արդեն կայացրել են ըստ էության Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը հափակվելու է, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակները եւ գործակալությունները, ինչը ել ավելի կբարդացնի այդ ամբաստանյալներին աջակցության ցուցաբերումը։ Այդ նպատակով կոչ են առնում Եվրամիության անդամ պետությունների դեսպանություններին ավելի ակտիվ դիրքորոշում ցուցաբերել, որպեսզի դիվանագետները ներկայանան դատական նիստին, հանդիպեն գերիներին եւ այլ ձևի մասնակցություն եւս ցուցաբերեն, մասնավորապես նաեւ կոչ է արվում Եվրամիության փոխնախագահին եւ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնականին, հատուկ ներկայացուցչին մեկնել Բաքու եւ հանդիպել հայ պատանդների հետ։ Կարևոր է, որ հստակ կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել հայերի եւ այլ քաղբանտարկյալների իրավունքները ոտնահարած ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ կոնկրետ դրանցից 3-ի անունները հիշատակվում են։ Խոսքը դատախազներ Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզաևի, ովքեր հենց հայ գերիների հարցերում են հանդես գալիս որպես մեղադրող, եւ Զեյնալ Աղաևի, նա դատավորն է 15 հայ ռազմագերիներին եւ Ռուբեն Վարդանյանի 2 գործերով դատավարությունն է նավարում։ Կոչ է արվում միջազգային քրեական դատարանին հետևողականություն ցուցաբերել եւ հետաքննել Արցախում հայաթափման եւ էթնիկ զտման հանգամանքները։ Դա իհարկե իրատեսական չի լինի, եթե Հայաստանը հաստատի այն, որ համաձայնվում է Ադրբեջանի պահանջին եւ ետ է կանչում Ադրբեջանի դեմ իր ունեցած բոլոր հայցերը։ Եվ ի վերջո կոչ է անվում Եվրահանձնաժողովին, այսինքն չեղարկել Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին մեմորանդումը, որը 22 թվականին էր ստորագրվել, եւ նմանատիպ նոր փաստաթղթերի ստորագրումը շատ հստակ պայմանավորել հայ ռազմագերիների եւ այլ քաղբանտարկյալների վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումներով։ Իհարկե գիտակցում ենք, որ Ադրբեջանը անտեսելու է եվրախորհրդարանականների բոլոր այս պահանջները, իսկ եվրոպացի պաշտոնյաները հազիվ թե կարողանան իրենց ուղղված կոչը իրականացնել։ Այնուամենայնիվ Եվրախորհրդարանի այս որոշումը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ անուղղակի ճնշում է գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա։ Իսկ Բաքուն ինչպես է արձագանքել արդյոք։ Պաշտոնական որևէ արձագանք առայժմ չկա, հետաքրքիր է, որ Բաքվի մամուլը ընդհանրապես չի հիշատակում այն մասին, որ Եվրախորհրդարանը նման որոշում է ընդունել։ Մամուլում կան տեղեկություններ այն մասին, որ Եվրախորհրդարանում քննարկումներ են կայացել, բայց կայացված որոշման եւ այդ բանաձևի բովանդակության մասին ոչ մի խոսք չկա։ Միգուցե խոսեն այն բանից հետո, երբ արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես կգա կամ եթե հայտարարությամբ հանդես կգա։ Առայժմ անուղղակիորեն միայն անդրադարձել է նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, ով ասել է,
որ Հայաստանը անիմաստ արշավ է սկսել Ադրբեջանում հայերի դեմ այդ դատավարության դեմ եւ որ այդ արշավին օգնում են նաեւ հայերի հովանավորները տարբեր երկրներում։ Նա ասել է, որ այդ ամբաստանյալներին գերի կամ բանտարկյա կամ պատանդ անվանելը անթույլատրելի է եւ սխալ։ Իլհամ Ալիևը նույնպես անդրադարձել է շատ անուղղակի կերպով, այսօր նա ասել է մեջբերեմ նրա խոսքերը. Հայաստանի նոր առաջնորդները հիմա Բրյուսելում են նստած։ Հիմա հայերի ավակ եղբայրը Բրյուսելն է, ասել է մի մարդ, ում ավակ եղբայրը Անկարայում է։ Շնորհակալություն Արծիվ։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլ։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա 2 ձայնային ուղերձ է փոխանցել, մեկը հրապարակվել է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր, որով նա ցույց տվեց, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ եւ ապրել Արցախում։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Հարգելի հեռուստատողներ, ինչպես տեղյակ եք, 2 օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի Հյուսեյն Գագաթին ձնահյուսի տակ էր մնացել, նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց, որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է։ Որոն ուղղափրկարարական աշխատանքներին մասնակցել է ըստ ստացված տեղեկությունների 51 փրկարար, լեռնագնաց, այդ թվում ալպինիզմի եւ լեռնային туриզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյան, ով այսօր մեր հյուրն է։ Բարև ձեզ, պարոն։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Սկզբում կխնդրեի նախ այդ ողբերգական դեպքի մասին պատմեք եւ նաեւ հետո դրանից հետո ծավալված որոնողական եւ փրկարարական աշխատանքների։ Ալպինիզմի ֆեդերացիան արդեն իսկ զգուշացրել էր ձնահյուսի վտանգի մասին, ոնց որ Հայաստանում եղող բոլոր լեռնագնացները տեղյակ էին դրա մասին, որ կարա ձնահյուս լինի, բայց ցավոք սրտի միշտ չի, որ օրինակ արտերկրից եկած մեր հյուրերը հետևում են այդ նորություններին կամ ալպինիզմի ֆեդերացիայի թարմացրած ինֆորմացիային, ըստ երևույթին իրանք այդ վտանգի մասին լուրը չեն կարդացել, բայց իրանք եղել են պրոֆեսիոնալներ, իրանց խումբը եղել է պրոֆեսիոնալների խումբ, ունեցել են մեծ փորձ, ինչպես արդեն իրենք են փաստում այդ մասին 30+ տարիներ իրանք եղել են այս գործի մեջ, թե եթե վերլուծենք ինչի հետևանքով է տենց եղել, դժվար կլինի, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ որ ունենք։ Ինչ աշխատանքներ են կատարվել այդ դեպքից տեղի ունեցածից անմիջապես հետո, ինչ ժամանակում է ինֆորմացիան ասել փրկարարներին, արձագանքը, արդյոք այդ ամենը ճիշտ ժամանակամիջոցում է տեղի ունեցել։ Ես փորձագետ չեմ, բայց ես ոնց որ լեռնափրկարար եմ ու համապատասխան փաստաթղթերով ու անցած համապատասխան որակավորում կարող եմ ասել գործողությունների հերթականությունները եւ քայլերը։ Այսինքն, եթե այն ահազանգ են ստանում, որ ինչ-որ դեպք է պատահել, նախ պետք է ճշտել այդ դեպքի իրականությունը։ Այսինքն, ամեն մեկի զանգով կամ նույն այդ ուղղաթիռի պատմությունը, հա, ասենք զանգեցինք ուղղաթիռին, ասեցինք, արի հասի դեպք է պատահել, ուղղաթիռը իմ կարծիքով տաքսի չի, որ տենց վարկենական գա հասնի տեղ, բացի այդ պետք է ուղղաթիռը որոշակի ճշտումներ անի այնի հետ, այնուհանդերձ հասկանա իր գործողությունների հաջորդականությունը։ Հետևաբար այդ 40-45 րոպեի մասին, որ խոսվում է, ըստ իս ամեն ինչ նորմայի սահմաններում է, որտեղ այնտեղ բավականին թեկուզ բյուրոկրատական, բայց կա որոշակի գործողություններ, որ մարդիկ երկկողմանի պարտավոր են պահեն։
իսկ այդ արդեն որոշակի ժամանակ է։ Բայց բնականաբար հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր որ ասում են դանդաղ են անում, քանի որ այդ մարդիկ շոկի մեջ են, որոշակի ինֆորմացիաներ կա, որ իրանք այդ ընթացակարգերին չեն տիրապետում, դրա համար էլ այդպես խոսակցություններ կա։ Բարձ է։ Այ ասում են, թե ձենահյուսը լեռնագնացների ահուս արսափն է եւ ըստ վիճակագրության մարդու մասնակցությամբ կամ գուցե ներկայությամբ, ասենք, ձենահյուսերի մեծ մասը տեղի ունենում հենց մարդու մեղքով, այսինքն մարդկային գործոնը այստեղ կա։ Կոնկրետ այս դեպքի մասին ես ոնց որ մի քիչ առաջ ասացի, որ մարդիկ եղել են պրոֆեսիոնալներ, նորից եմ ասում, մարդիկ եղել են պրոֆեսիոնալներ, այսինքն մարդ, որը որ 30 տարի զբաղվում է լեռնագնացությամբ, ինքը չի կարա չլինի պրոֆեսիոնալ, որտեղ այդ 30 տարվա մեջ հաստատ լիքը փորձություններով ինքը անցած կլինի, եւ ամեն դեպքում այդ կարապատահի բոլորի հետ ոչ մեկ դրանից ապահովագրված չեն։ Նույն սխալները կարանք անենք բոլորս։ Հիմա թե ինչա պատահել այս դեպքում, այդ խոսակցություններից ելնելով կամ իրանց անցած ոնց որ ճանապարհից ելնելով կարելի է ասել, որ որոշակի իրանց մեղքը այդտեղ եղել է, հա։ Ու հիմնականում այդ մարդկային գործոնը շատ մեծ դեր է խաղում ձնահյուսի մեջ։ Ինչ են մարդիկ, եթե ոչ պրոֆեսիոնալ լեռնագնացները, ապա այսպես սկսնակները, սիրողական, հա, այդպես ինչ են սխալանում, որ տեղի ունենում ձնահյուս։ Հիմնականում եղանակային պայմաններին չհետևելը, այսինքն այդ շատ արագ տաքացումները, ինֆորմացիայի պակասը։ Այսինքն առաջինը ինֆորմացված չլինելը, այո, ինֆորմացիա չունեն եւ հասկանալի, իսկ կոնկրետ գործողությունների իմաստով ինչ են սխալանում, գուցե պետք է ինչ-որ հատվածներ մեկ-մեկ անցնել կամ խմբով անցնել կամ չգիտեմ ինչ-որ մեկը մյուսին օգնելով անցնել, չգիտեմ այդ մասնագիտական նրբությունները, բայց ինչ են սխալանում, որ հարուցում են այդ ձնահյուսը։ Մասնագիտական նրբություններից կարելի է շատ երկար խոսալ, կարծում եմ ես եթերի մեջ էլ չենք տեղավորվի, ամեն դեպքում պետք է հետևել համապատասխան կանոններին, որոնք կարող են կարդալ եւ գտնել Ալպինիզմի եւ Լեռնային туриզմի ֆեդերացիայի պաշտոնական կայք էջում։ Այսինքն գոյություն ունի համապատասխան մարմին, որտեղ կա ամբողջ ինֆորմացիան դրա մասին։ Դե բնականաբար, եթե մարդիկ գնում են սարեր, մարդկանց կոչ են անում անպայման հետևել կարգապահությանը, լեռնային կարգապահությանը, ինֆորմացված լինել, առաջնահերթ այդ ինֆորմացիայի պակասն է բերում աղետների։ Այսինքն չեն տիրապետում, չեն հասկանում լանջի թեկությունը, լանջը կտրելով են անցնում այս դեպքում ոնց որ ավելի կոնկրետ ու ստացվում է ձնահյուս ու մարդկային գործոնով արդեն, էլի ոչ թե ինքնուրույն։ Եկեք մենք խոսենք ձնահյուսի պատճառներից, այ մեծ դեր այստեղ եղանակային գործոնը ունի, տեսեք, ես չկան հասկանում եմ առատ ձյունը կամ ինտենսիվ ձյունը, երբ ծածկույթին կա հին ձյուն, երբ նորը գալիս է այդտեղ վտանգը մեծանում է ձնահյուսի, երբ անձրևներ են գալիս ինտենսիվ, այդտեղ եւս վտանգը մեծանում է, կտրուկ ջերմաստիճանի, հա, բարձրացումը կարող է նպաստել կամ հզոր քամիները, այլ ինչ նպաստող ինչ որ եղանակային գործոններ կան ձնահյուսի առաջացման։ Տեսեք, օրինակ թեթև ցնցումը կարա բերի ձնահյուսի, եթե արդեն ինքը ինչ որ մազի վրա է, որ պետք է ձնահյուս լինի, ու այդ թեթև ցնցումը կարա իրան բերի ձնահյուսի։ Օրինակ ինչ որ թեթև երկրաշարժ, հա, երկրաշարժի արդյունքում կարա նորից լինի ձնահյուս։ Օրինակ ինչ որ քայլերից, մարդկանց հենց արած քայլերից, հա, այսինքն չնայած մենք խոսում ենք եղանակային պայմաններից, բայց ոնց որ մարդկային գործոնի մասին մի քիչ շեշտադրումը կան։ Օրինակ ֆիլմերում այդպեսի դրվագներ կրկնվող շատ կան, ասենք կրակոցից, հա, դետոնացիայից, այդ ցնցումը ուղղակի ես չեմ ուզում ասենք կրակոցներ կան բան, որտեվ մարդիկ հիմնականում ովքեր որ այս կարգավիճակի մեջ էլի լեռնագնացներ են զենքերով չեն գնում, լեռներ, կրակոցներ չեն անում, բայց ամեն դեպքում, հա, այդ կրակոցներից, պայթյուններից, դետոնացիայից տեղեր կա օրինակ աշխարհում, որտեղ որ արհեստական հենց ձնահյուսեր են անում, որ հետագայում ավելի մեծ խնդրի առաջ չկանգնեն, այսինքն գիտեն, որ ձնահյուսի համար վտանգավոր գոտի է ոնց որ իրանք արհեստական անում են այդ։ Այսինքն կա հատուկ սարքեր կամ բերում վերևից են բաց թողում ընկնում ինչ որ թեթև պայթյուն ալնում ձյունը իջնում է կամ հեռվից ինչ որ հատուկ տեխնիկայով կրակում են այդ ուղղությամբ, էլի պայթյունը առաջանում, էլի ձյունը իջնում է, որ հետագայում ավելի մեծ ձնահյուս չլինի ու ոնց որ վտանգներից
կամ աղետներից խուսափեն։ Բնականաբար ռելիեֆը եւս նպաստում է։ Ես օրինակ կարդացել եմ, որ ամենավտանգավորը ձնայուսերի համար համարվում է թեքության 25-ից 45 աստիճանը, որովհետև ավելի թեքերի դեպքում ձյունը կարծես շատ չի կուտակվում, երբ թեքությունն է շատ է, ավելի քիչերն է բնականաբար ավելի քիչ վտանգավոր են։ 25-ից 45 միջակայք, այդպես է։ Հա, այդպես է, ու այս Արագածի դեպքը մի քիչ ինքը ոնց որ տարօրինակ դեպք էր, որտեղ եթե նկարները տեսել եք, ինքը հենց սկիզբը որտեղ որ կա, այսինքն իր ամենավերևի մասը հենց ժայռերից փոկված իջած, այսինքն ժայռերի վրա ձուն ա եղել փաստացի, նկարները դրա մասին են փաստում, էլի վերևից փոկվել ու իջել է։ Հնարավորություն կա շրջանցել ինչ որ կերպ ձնահյուսը։ Նախ ոնց որ արդեն ասեցիք, այդ անկյունները աստիճանները իմանալն է եւ այդ տեղերից խուսափելն է։ Հետո անցնելուց եթե եկել հասել ենք մի հատ իրավիճակի, որ ստիպված պետքա այդ հատվածով անցնենք ու գիտակցելով, իմանալով, որ պետքա կարա լինի վտանգ կա ու պետքա մենք անցնենք օրինակ հերթով, հա, առաջինը գնա, հետո երկրորդը գնա, հետո երրորդը գնա, ու հետո համապատասխան լենտեր գոյություն ունեն, որոնք որ հիմնականում լեռնագնացները կապում են իրանց վրա, որ ձնահյուսից հետո ասենք իրանց տեղը հեշտ հայտնաբերվի, քանի որ այդ լենտերը լինում են բավականին թեթև եւ սահուն, իսկ ձնահյուսից ժամանակ այդ թեթև եւ սահուն լենտերը բարձրանում են վերև, այսինքն մատնում են իրանց գտնվելու վայրը։ Երկար ման գալու կարիք չի լինում ու հեշտ է լինում մարդկանց կյանքերը ոնց որ փրկել։ Հայաստանի որ լեռներն են այս իմաստով առավել վտանգ ներկայացնում ձնահյուսի։ Տեսեք, Արագածը մինչև այս դեպքը ինքը տենց ձնահյուսի համար վտանգավոր լեռ չի համարվել, բայց օրինակ մենք նախկինում դեպք ենք ունեցել Արայի լեռում։ Արայի լեռում ու մեր սերունդներին, որ հարցնում ենք լեռնագնացներին, նաև Հատիսում, հենց այդ մասին է ուզում խոսալ, շատ ձնահյուսեր ա լինում, բայց փաստացի ինքը մի քիչ ավելի կարճ ա լինում, էլի տարածությունը մասշտաբը ավելի փոքր ա լինում, բայց ամեն դեպքում ձնահյուսը մնում է ձնահյուս։ Աստորեն բարձրությունը վտանգի հետ այդքան կապ չունի, տեսեք Հայաստանի տարածքում ամենաբարձր Արագածն է, բայց այդ իմաստով ամենավտանգավորը չէ, օրինակ Հատիսը ավելի կարելի է վտանգ։ Մի բան էլ փաստենք, որ Արագածի այցելությունները ձմեռվա սեզոնին ավելի քիչ է ու ինքը այս վերջերս է հաճախակիացել, հետեւաբար ցավոք սրտի, բայց ոնց որ վիճակագրություն եւ փաստ է, որ հետագայում կարա նման դեպքերը զարգանա։ Իսկ նման դեպքերից խուսափելու համար արդեն որոշակի գործողությունների է պետք հետևել պետության կողմից։ Ինչ կարելի անել, երբ մարդը անխուսափելորեն հայտնվում է ձնահյուսի տակ, այնտեղ եւս ինչ-որ միջոցներ կան։ Իսկ ես գիտեմ ձնահյուսի գույք կա հատուկ, այդ բահը ինչ-որ էլի սարքավորումներ, որոնք պետք է օգնեն գոնե կարճ ժամանակ գոյատևել, մինչև օգնությունը հասնի։ Տեսեք, հիմա ինտենսիվ էս մանավանդ վերջի եղած դեպքի ընթացքում ինտենսիվ խոսում են գույքի ու համալրվածության մասին, անձնական գույքի ու համալրվածության մասին, այնտեղ այն ինչը որ պիտանի է լինելու ձնահյուսից մարդուն գտնելու համար, դրանք հիմնականում զոնդ է կոչվում, շուղեր են, որոնցով որ կարող ես փնտրես։ Այնտեղ մեթոդ կա էլի կիրառելու եւ դե բահերը բնականաբար իրանք լինում են բավականին թեթև, բայց բավականին արդյունավետ ձյունը փորելու համար բահեր։ Հենց ինքը տենց դրա համար սահմանված բահեր։ Ասում են, որ 50% փրկվելու հավանականություն կլինի, եթե ձնահյուսի մեջ հայտնված մարդու պարագայում ձյան ծածկույթը 1 մետրից ավելին չէ, նաև օգնությունը գոնե 1 ժամում հասնում է քեզ։ Տեսեք, ձնահյուսում եղած մարդկանց դեպքում, այսինքն եթե ինքը հայտնվել է արդեն ձյան տակ, այնտեղ շանսերը մոտավորապես 30 րոպե են, իր ողջ մնալու շանսերը մոտավորապես 30 րոպե են։ Մի մետրը պետքա մի հատ նախ հասկանանք ինքը նախ այդ ձյան խտությունն էլ ոնց որ ինչ որ միտեղ կապ ունի, էլի, որտեղ մի մետր կա ձյան խտությունը նոսրա կոպիտ ասած, չէ, մի մետր կա ձյան խտությունը խիտա, հետեւաբար արդեն քաշի տարբերություն էլ կա։ Դու արդյոք հասցրել է ինքնապաշտպանական այդ բահը օգտագործել, տարածք ստեղծել օդի համար։ Ու ինքը այդտեղ հաստատ չի կարա ինքնապաշտպանական բահ օգտագործի, ովքեր որ բախտ են ունեցել ողջ մնան ձնահյուսից հետո իրանք կարան պատմեն ինչքան սեղմված են լինում, հիմնականում թոքերը սեղմվում է ու մարդիկ ոնց որ ունենում են արդեն շնչառական դժվարություններ։ Ես փորձեցի վիճակագրական ինչ-որ հետաքրքիր տվյալներ դուրս բերել, օրինակ աշխարհի ամենահզոր ձնահյուսերը
ըստ վիճակագրության տեղ են ունենում Հիմալայներում, հա։ Կա ինֆորմացիա, որ 1970 թվականին Պերուում հզոր ձնայոց ամբողջությամբ մի քաղաք է ծածկել եւ հազարավոր մարդիկ են ձյան տակ մնացել, զոհվել, նաեւ մինչև 300-350 կիլոմետրի կարող է հասնել, հա, այդ արագությունը ձնայոսի եւ միջին հաշվով աշխարհում ամեն տարի մոտ 150 մարդ է մահանում ձնայոսի տակ մնալու պատճառով ու ձյան ծավալը մեկ ձնայոսում կարող է հասնել միլիոնավոր խորանարդ մետրեր, դա հասկանալի է։ Կա նաև այսպիսի բան, որ ձնայոսը հնարավոր է կանխատեսել, դուք նշել եք, չէ՞ որ այդպիսի ինֆորմացիա կար, որ աստորեն կանխատեսված էր, բայց կանխատեսումները ես ինչքան հասկանում եմ երկարաժամկետ չեն կարող լինել, որովհետև ձնայոսերը ձևավորվում են եղանակային կտրուկ այդ փոփոխությունների հետևանքով, հետևաբար այդ կանխատեսելիության մասին ինչ կարող եք ասել։ Հիմնական իր վրա ազդող գործոնը, ամենամեծ գործոնը դա եղանակային տատանումներն է, կտրուկ տատանումներն, այսինքն կտրուկ եղանակը տաքացավ, այդ ընթացքում ձյուն եկավ, ոնց որ օրինակ ես վերջի մեր ձյան առատձյան տեղումները, հա, նախորդ ձյունը մի քիչ ավելի ոնց որ պինդ էր, հետո իր վրա եկավ մի հատ մեծ քանակի ձյուն, որից հետո միանգամից եղանակը տաքացավ ու ոնց որ արդյունքում եղավ ձնահյուս։ Ես ճիշտ եմ հասկանում, չէ՞ որ հիմա էլ այս շրջանը առհասարակ համարվում է վատ շրջան, այսինքն բարձր ռիսկայնությամբ ձնայոսերի շրջան եւ ինչ զգուշացնող, զգոնացնող, եթե որպես մասնագետ կոչ ունեք, խոսք ունեք լեռնագնացներին, այդ գործը սիրողների համար լեռնագնացներին եւ առհասարակ արշավականներին ու առավել եւս Հայաստանում բնակվող մեր ընկերներին ու արշավականներին հիմա գալիս է արդեն ամենավտանգավոր ոնց որ եղանակը, որովհետև եղանակը գնալով տաքանում է, դե բնականաբար ձյունը սկսում է հալվել, այնտեղ թեկուզ ավելի ցածրատիր գոտիներում մենք ունենք լեռնային գետեր, չէ՞։ Լեռնային գետերը իրանցից արդեն բավականին մեծ վտանգ են ներկայացնում, քանի որ իրանց հոսքը ուժեղ է, իրանք թեկուզ լայն չեն լինում որպես կանոն, բայց ամեն դեպքում հոսքը շատ ուժեղ է լինում ու հաշվարկները ճիշտ չանելու դեպքում բնականաբար կհայտնվենք ինչ-որ մի հատ վատ իրավիճակի մեջ։ Դրանից խուսափելու համար պարբերաբար պետք է հետևել եղանակի տեսությանը, արկածախնդրություն ամենակարևորը չանել։ Եվ վերջում փորձենք ավարտել մեր զրույցը եզրափակել, տեսեք Հայաստանը հարուստ է լեռներով, բայց ինչքանով է մեր մոտ այդ լեռնագնացությունը զարգացած եւ արդյոք հեռանկարում կարող է տուրիստական ինչ-որ շատ պահանջված ուղղություն լինել։ Տեսեք, լեռնագնացությունը շատ մեծ ոնց որ թափ հավաքեց հենց COVID-ի ժամանակ, հա, արշավները, այսինքն դրանից առաջ էլ ինքը կար գոյությունումներ, կային խմբերը, արշավական ակումբները, արշավականները, լեռնագնացները, բայց ինքը ավելի շատ պոպուլյար դարավ այն ժամանակ, երբ որ եղավ այդ COVID-ի խնդիրը ու ոնց որ այն հիմնական հանրային այցելության վայրերը փակվեցին։ Ու հետեւաբար մարդիկ արդեն տանից դուրս գալու համար սկսեցին գնալ լեռներ, որտեղ որ կարծես թե արգելքները ավելի քիչ էր։ Հիմա տենդենսը շարունակվում է, որտեղ ինքը տենց լավ PR եղավ, մարդիկ գնացին, հասկացան, որ լեռներում լավ է, լեռներում արդար է ու սկսեցին սիրելը լեռները, հետեւաբար ինտենսիվությունը գնալով աճեց, նաև մեր զբոսաշրջիկների մոտ արդեն օրինակ ասենք լեռ գնալուց բարձրանալուց ինչ որ միտեղ շատ տարբեր ազգերի ներկայացուցիչների ենք հանդիպում, տարբեր կազմակերպությունների ենք հանդիպում, շարունակելով ասեմ, որ լեռնային туриզմը մեր մոտ բավական մեծ պոտենցիալ ունի, որտեղ Հայաստանի Հանրապետության 80 եւ ավել տոկոսը ինքը լեռնային է ու պայմաններն էլ շատ նպաստավոր են, որտեղ բարձրություններին հասնելու համար մեծ տեխնիկական ջանք չի պահանջվում, իսկ այդ բարձրությունների հետևից էլ մարդիկ գալիս են, պլյուս մեր գեղատեսիլ վայրերը։ Շնորհակալություն։ Այսքան արգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Ռաֆայել Խուդոյանը։